Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի երեկո, մեծահաբի եթերում Մեծա Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ հարային գործիչ Էլեոնորա Մանանդյանի հետ, բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Տիկին Մանանդյան, մինչ երեկ դուք ակցիա եք իրականացնում կառավարության դիմաց, հոգևոր խորհուրդը հայտարարություն տարածեց եւ ժողովը տեղի ունեցավ մոտավորապես մի 5 ժամ եւ ես այդ հայտարարությունը փորձեմ շատ արագ ընթերցել եւ անցնենք հարցպատասխանին։ Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով եւ մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու օրենքից վեր դասելով իր անձը։ Հայոյախառն անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտում վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները, սքողում կեղծ սրտացավության հիմնավորումներով։ Եկեղեցամարդ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրվում է քաղաքական նպատակներով եւ փորձում է նսեմացնելու ազգային կյանքում եւ միջազգային շրջանակներում հարգանք վայելող հայոց եկեղեցու եւ եկեղեցականց հեղինակությունը, լրացնելու եկեղեցու ձայնը, նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը ազգային արժեքների եւ եկեղեցու դեմ նախաձեռնված գործընթացները հղի են կործանարար հետևանքներով եւ սպառնալիք հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը, թե հայրենիքում եւ թե սփյուռքում։ Այսպիսի գործողությունները պառակտում են հասարակությունը, տկարացնում են ազգի ոգին եւ հայրենանվիրումի բարձր գիտակցությունը հատկապես առկա մարտահրավերների պայմաններում։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները որոշակիորեն կապակցելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդի եւ հայ եկեղեցուն ուղղված զրպարտությունների եւ կեղծ մեղադրանքների հետ։ Քանի որ տեքստը բավականին երկար է, ժամանակ չվատնենք եւ ընդհանուր առմամբ եկեղեցին կոչ արեց միաբանվելու եւ հաշտության գնալու։ Իհարկե շատ գովելի է, որ դուք փորձեցիք ակցիա իրականացնել, որովհետև միակն էիք, որ փորձեցիք հանրային կերպով ձայն բարձրացնել։ Ինչ տվեց սա մեզ եւ ձեր ակցիայից հետո այս ամբողջ հայտարարությունը զուգորդելով իրար։ Տեսեք, առաջին հերթին նորից եւ նորից մենք ակցիա ենք արել, որովհետեւ մեր խիղճը, ոնց որ Էրիկել անընդհատ ասում էի եւ կշարունակեմ ասել, որովհետեւ խիղճը չի թողնում ընդհանրապես շարունակել նույն ձևով ապրել, կարծես թե ոչ մի բան չի եղել ու երբեմն ոնց որ գրառումներ են անում համացանցերում եւ դրանով կարծես թե սփոփվում են, ու սա իհարկե պայքար չէ ու պետք է հնարավորինս տարբեր ակցիաներ անել։ Երբ որ մենք ակցիա ենք անում, մենք ի սկզբանե հայտարարեցինք, որ մենք կոչ չենք անում, որ միանան մեր ակցիայի, մենք կոչ ենք անում, որ ակցիաներ լինեն ընդհանրապես եւ որ լինի խստագույնս բողոքի ալիք, որովհետեւ տեսեք, ոնց որ շատ կարեւոր է։ Նիկոլը 5 տարի շարունակ ամբողջ ուժերով կազմաքանդում է պետությունը։ Սա առանցքային է, որ մենք անընդմեջ պիտի հիշենք, որպեսզի ոչ մի բանի վրա չշեղվենք տարբեր ինչ-որ պատմությունների, դրսևորումների եւ այլնի վրա։ Ինքը կազմաքանդում է պետությունը, ինքը դավաճանեց Հայաստանը եւ հանձնեց թշնամուն հողերը, բայց ամեն անգամ ինքը հորինում է ինչ-որ բացատրություններ, որոնք որ ցավոք սրտի, ինչ-որ մարդկանց վրա ազդում են։ Ինչ-որ արդարացումը վերցնում, նախկինների վրա է գցում, տարբեր ինչ-որ բաներ, ցավոք սրտի ինչ-որ զանգված գտնվում է բարբերաբար, որոնց վրա դա ազդում է։ Այս անգամ ինքը հատեց են վերջի կարմիր գիծը։ Այլևս եւ ոչ մի բացատրություն ինքը չի կարող բերել։ Եվ ոչ մի կերպ ներելի չէ, երբ որ ընդհանրապես որևէ մեկը, հատկապես եթե դա երկրի ղեկավարն է, հարձակվում է ազգային հիմնասյան հայ առաքելական եկեղեցու վրա եւ ոչ մի կերպ ընդունելի չէ,
եւ բացատրելի չէ, երբ որ հենց հայհոյախառն արտահայտություններով ինքը եւ իր կենակիցը սկսում են հանդես գալ։ Տիկին Մարանդյան, ներողություն, ինչու հենց այս ժամանակահատվածը ընտրեց Նիկոլը, որովհետեւ մենք հիշում ենք կաթողիկոսին քաշքշելու, անվտանգությունը հեռացնելու, այսինքն փորձեց անվտանգությունից էլ զրկել կաթողիկոսին, որը պետականորեն եւ տրված էր, հա, կաթողիկոսի անվտանգությունը։ Ինչու հենց այս ժամանակաշրջանը ընտրեց, ես թեև ունեմ դրա պատասխանը, բայց կուզենայի նաև որ դուք տեսեք, նախ 18 թվականից ի վեր ինքը անընդմեջ ինչ-որ քայլեր ձեռնարկում էր, դա չմոռանանք։ Այո։ Եվ 18 հենց անմիջապես 18 թվականին եւ դրանից հետո եւ այն սարսափելի պատմությունը Եռաբլուրում, հա, ամբողջությամբ, այսինքն անընդմեջ ինքը նման բաներ Սարդարապատ չէր թողնում։ Սարդարապատ չէր թողնում, այո։ Այսինքն այդ նման բաներ մկրտումներ անընդհատ ինքը ուներ։ Բայց այս անգամ հիմա ասում են շատերը, որ դա սկսվեց, երբ որ Ադրբեջանի մոլլան հայտարարեց, հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարություն ունեցավ, ու դրանից հետո ինքը միանգամից, քանի որ ինքը ամբողջ իր գործելավոճը ցույց է տալիս, որ ինքը հստակ կառավարվում է Ադրբեջանի կողմից։ Ըստ այդմ ինքը պարզեն շարունակեց Ադրբեջանի քայլերը, բայց Նաև շատ ավելի մտահոգիչ բաներ կան։ Ինքը առաջացնում է բարբերաբար այդպես հանրային ինչ-որ քննարկումներ, բողոք եւ այլն եւ ուշադրությունը շեղում է այլ բաներից։ Ու հիմա քանի որ միաժամանակ Սյունիքում շատ լուրջ գործընթացներ են լինում, ես շատ անհանգստանում եմ, միշտ խուսափում եմ վատ բաներ հնչեցնել, բայց ես մտածում եմ, որ խոսքը գնում է իրոք Սյունիքը հանձնելու մասին։ Ու ինքը դրան նախապատրաստում է ու այս ամբողջությամբ ինքը շեղում է ուշադրություն ու դրանով ինքը երկու սարսափելի քայլ է անում։ Ու Նիկոլից արդեն ոչ մեկ չպիտի զարմանա, ցանկացած բան մենք արդեն պետք է սպասենք Նիկոլից, որովհետև ինքը ոչ միայն դավաճան, ինքը արդեն մտել է այն վերջի գիծը, երբ որ ամբողջ Հայաստանը ավերելով գնում է։ Լավ, այս դեպքում Նիկոլը էլ ինչ անի, հա, բոլոր հնարավոր միջոցներով փորձել է, հա, բոլոր համակարգերը տապալել, հատկապես ազգայինը, հատկապես հայոցը։ Այո։ Հիմա Տիկին Մանանցյան, կարող ենք նշել, որ Նիկոլը, քանի որ տեսնում ենք, հա, բիզնեսմենների հետ շատ սերտ հարաբերություններ ունի, բոլոր հնարավոր տեղերից կարողանում է այսպես փողեր, հա, իրենց ասած 50-50-ը, հա, որը նախկիններն են այդպես փորձում անել եւ իրենք հաստատեցին, որ դե Սաշիկը ամենակարգին տղան էր այդ ընտանիքում, հիշում ենք, հա, Նիկոլը դա ասեց, բայց այն դեպքում, երբ որ ասում էր կարմիր գծեր, տեսախցիկներ, բոլորը 50-50, Սաշիկի գրպանն ա գնում։ Հիմա այս գումարները, երբ որ Աննա Հակոբյանը բարեհաջող այսպես ընթրիքներ է հրավիրում։ Լավ, եկեղեցուն չի կարողանում կպնել եւ ըստ երևույթին երևի ֆինանսական առումով էլ բնականաբար եկեղեցին անջատ է պետությունից եւ չի կարողանում հա կառավարել ֆինանսական միջոցները։ Կարող ենք հաստատել, որ նաեւ այստեղ կա մի բան, որ ինքը փորձում է ձեռքը դնել եկեղեցու վրա, որպեսզի հասկանա այդ գումարները որտեղից են գալիս, ինչի համար, որտեղ երբ որ խոսքը գնում է բարեվարկության մասին, ինքը հայտարարեց, որ մենք պետքա ստուգենք հոգեվորականների բարեվարկության եւ ինչպես է ստուգելու։ Աննային է դնելու այնտեղ այդ բարեվարկության հանձնաժողովի ուղղակի ես չեմ կարողանում հասկանալ այդ կերպ ոնց է ինքը փորձելու հոգեվորականի բարեվարկությունը ստուգել։ Տեսեք, առաջինը ես չեմ մտածում, որ այստեղ որևէ ձևով խոսքը գնում է հենց ֆինանսական կողմի մասին, որովհետև հայ առաքելական եկեղեցին իրականում ի տարբերություն մյուս եկեղեցիների այնքան էլ հարուստ չէ, դա սուտ է մտածել, որ եկեղեցին հարուստ է, Երանի հարուստ լիներ ու Երանի շատ ավելի խոնարհված եկեղեցիներ կարողանայինք վերականգնել եւ այլն, բայց այստեղ շատ ամբողջ ավելի ծանր է, քան մենք անգամ կարող ենք պատկերացնել։ Ինքը իրոք հակազգային է, ինքը իրոք ամբողջությամբ փորձում է տապալել ամբողջ ազգային գաղափարախոսությունը։ Ինքը անընդմեջ մի կողմից ինքը խոսում է իբր թե նոր գաղափարախոսության մասին, այն պարագայում, որ իր կրթությունը ոնց որ անընդհատ ասում ենք, ինքը այդ խորհրդանոցի մակարդակում ապրում էր, այդպես մեծացել էր, խոսք կտրելով ինչ-որ բաներ էր ստացել, ինչ-որ միգուցե տարաճանաչության մակարդակում կանգնել էր, դրանից հետո ինքը որևէ բաներ չի հասկանում, այսինքն խոսել, որ ինքը ինչ-որ բարոյականությունից կարող է խոսել կամ գաղափարախոսությունից եւ այլն, զարհուրելի է,
Բայց մյուս կողմից ինքը հստակ հասկանում է կամ գոնե ով որ իրեն կառավարում է իրեն փոխանցում է, որ պետք է առաջին հերթին տապալել ամբողջ ազգային ուժերը։ Իսկ ազգային հիմնարար ուժը մշտապես եղել է, կա եւ կմնա հայ առաքելական եկեղեցին։ Եվ հենց դրա համար է ինքը ուզում տապալել եկեղեցին։ Եվ տեսանք թե ադրբեջանական մամուլը ինչ Այո, միանգամից իհարկե, այո, իհարկե, որովհետեւ ինքը իրենց ծառայում է եւ այդպես։ Հիմա Աննա Հակոբյանի եւ մյուսների վերեմ նայեք, երբ որ մարդիկ օգտագործում են նման, ընդհանրապես ունեն նման բառապաշար, իրենք արդեն իսկ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Ոչ միայն ընդհանրապես իրավունք չունեն խոսելու բարոյականությունից, այլ հենց քրեական պատասխանատվության պիտի ենթարկվեն անձի վիրավորելու եւ այդպես շարունակ։ Դե մայրաթորնել է, հա, դիմել։ Այո, որ ասում են, բայց որ ուժայիններին, որը Նիկոլն է նշանակել, այդ ուժայինների մասին է խոսքը։ Այստեղից արդեն մենք գալիս ենք։ Իհարկե, ես անընդհատ ասում եմ, որ ես հոգեվոր զարգացման ճանապարհով գնացող մարդ եմ, ըստ այդմ ես գիտեմ, որ նրանք, ովքեր որ բարձր կարգ ունեն հոգեվոր զարգացման մեջ, ավելի լավ գիտեն ըստ սահմանման, թե ինչ պետք է անել, եւ ես հույս ունեմ, որ իրենք ավելի ճիշտ, հստակ, ուղի պատկերացնում են ու քայլ առ քայլ միգուցե կանեն։ Մենք չենք կարող քննադատել եկեղեցուն երբևիցե, մենք կարող ենք միայն մեկ բան հիշել։ Եկեղեցին դա միայն սպասավորները չեն, դա միայն բուն եկեղեցիները, կառույցները չեն, որ ամբողջ Հայաստանով սփռված են, որ մի բլուրը նայում ես, կամ խոնարհված եկեղեցի է, կամ նորակառույց եկեղեցի է եւ այդպես շարունակ։ Եվ այդ տեսանկյունից, երբ որ մենք նայում ենք, մենք հասկանում ենք, որ եկեղեցին այդ թվում հենց մենք ենք։ Մենք բոլորս, ու դրա համար մենք պիտի պայքարենք։ Ես չեմ սպասում, որ եկեղեցին հիմա պիտի առաջնորդի պայքարը։ Ես սպասում եմ, որ բոլոր մարդիկ, բոլորը, ընդհանրապես բոլորը կրթություն ունեն, չունեն, հասկանում են, չեն հասկանում, բայց բոլորը երբեմն գոնե գնում են մոմ են վառում, չէ, եկեղեցում։ Իրենք բոլորը պետք է դուրս գան, այ հենց այդ մոմ վառելու իրավունքին տեր կանգնեն։ Հակառակ դեպքում իմաստ չունի ամբողջը։ Տիկին Մանանձյան, մենք իրականում հասարակությունը մեր, երբ որ նայում ես, մենք հոգևորական չսիրող ժողովուրդ ենք իրականում։ Եվ Նիկոլը շատ լավ գիտի որտեղից է սկսում եւ դիմաց ընտրություններ են եւ չենք զարմանա, եթե ինքը հատիկ բոլոր հոգևորականների նկարները դնի իր պատին, ասի որ այս հոգևորականը թալանել է, այն հոգևորականը թալանել է, հնարավոր բոլոր միջոցներով նվաստացնի հոգևորականներին եւ ժողովրդի մի ստվար զանգված ծապ տա, հա, որտեղ մենք տեսանք ուսուցիչներ կային, որոնք նույնիսկ կիսվել էին իր այդ խուժան, խուլիգան գրառումը, հա, որ նույնիսկ այդ բառը չեմ ուզում եթերից օգտագործել, բայց այդ գրառումը կիսվել էին եւ դրել էին եւ մարդիկ այնտեղ ծափահարում էին եւ ողջունում էին։ Տեսեք, ցավոք սրտի կա մշտապես բոլոր ազգերում կա այն ամենացածր խավը, այդպես կոչված հենց նժդեի սահմանման, բայց մյուս ազգերում էլ նման սահմանումներ կան, հենց ազգիտականք մակարդակ, այն ամենաներքևի խավ, որը միշտ սիրում է այդ կեղտոտ ներքնազգեստ փորփրել, այդպես ոչ մի այլ հետաքրքրություններ չունեն, ու ցավոք սրտի մենք միշտ ասում ենք, հիմա շատ հեշտ է հասկանալ Նիկոլական, ինչքան ավելի տգեղ, տկար, տգետ դեմքով, այնքան հստակ արդեն կարելի է ասել, որ սա համենայն հավանականությամբ Նիկոլական է։ Սա այտենց հստակ լակմուսային թերթիկ է։ Հիմա այդ մակարդակի մարդիկ իհարկե ավելի հետաքրքրված են այն նման կեղտոտ խոսակցություններով։ Մենք ունենք այո, մի հատ վատ ազգային գիծ, նույնիսկ անեկդոտ կա վերջերս ինձ պատմեցին, որ Քրիստոսը գալիս է, քայլում է ջրի վրայով, բոլոր մարդիկ խոնարհվում, հիանում են, հայերը կողքից ասում են, այն տեսակ ջրի վրայով քայլում է, որ ասում ենք լողալ չգիտի։ Հիմա դա շատ հստակ, իհարկե տխուր է, բայց ամեն դեպքում հստակ ազգային գիծ է ցավոք սրտի, որ մենք ամեն ինչին թերհավատությամբ, կասկածանքով եւ այլն, սա վատ գիծ է, միանշանակ է։ Այսինքն ամբողջ ջանքերով մենք պետք է այդ գիծը հանենք։ Ես սակայն գիտեմ շատ ավելի կարևոր բան։ Ես գիտեմ, որ սպասավորները եկեղեցու նույն ազգի մասն են։ Այսինքն ազգը, եթե ընդհանուր առմամբ գլորվում է դեպի ներքև, ցավոք սրտի սպասավորներից մի քանիսը կարող են եւս ազգի պես գլորվել դեպի ներքև։ Ոչ թե եկեղեցին է գլորվում այդ ժամանակ, ոչ թե բուն կրոնը, հավատը եւ այլն, այլ ոմանք։ Դա հնարավոր է։ Մենք չենք բացառում, որ նման բան կարող են լինել, բայց դա ոչ մի կերպ չի խոսում եկեղեցու մասին։ Սա տարանջատելը շատ կարևոր է։ Երանի
պետությունը լինի այդպիսին ու հենց պետությունն է առաջին հերթին այդ ամբողջը որոշում։ Մենք միշտ ասում ենք, քանի որ ես էներգետիկ տեսանկյունից են ամբողջը դիտարկում։ Հիմա էներգետիկ մակարդակում, երբ որ բուրգի գլխին կանգնած է տականքը, այդ ժամանակ ամբողջ բուրգը խարխլվում է եւս։ Այդ ժամանակ այդ բացասական չարությունը, նենգությունը, այդ ամբողջ վատ որակները սկսում են վարակիչ դառնալ։ Ինքը վարակում է իր այդ ամենակեղտոտ որակներով, ցավոք սրտի ինքը վարակում է մեր հասարակությանը։ Եվ մենք ակնհայտ տեսնում ենք 18 թվականից ի վեր, ես չեմ ասում, որ առաջ լավ էր, ոնց որ անցած անգամ խոսում ենք, ես միշտ էլ ընդդիմադիր ես հիշում եմ 2010 թվականին, որ ազգային ժողով գնացի Պարանովա, բայց այս մակարդակի անդունդ ընկնելը մենք երբևիցե չենք ունեցել։ 18 թվականից այս կողմ, այս 7 տարի մենք լրիվ գլորվում ենք անդունդ, բարոյական տեսանկյունից, կրթության տեսանկյունից, տնտեսությունը ընդհանրապես քայքայված է եւ ցանկացած, ինքը որ ոլորտը նայես դա է։ Ու դրա համար մեղադրելը առանձին վերցրած մարդկանց, որ հնարավոր է, որ իրենք սխալ խնդիր չունեն, ես ընդհանրապես ոչ մի կերպ խնդիր չունեմ դրա հետ։ Թող այդպիսին լինի պետությունը, որ բարոյականությունը եւ կրթությունը այնքան բարձր գնահատվեն, որ բոլորը բարձրանան դեպի վերև։ Բայց երբ որ տկարը, տգետը, տականքը նստած իշխանության գլխին, բնականաբար այդպիսի process է սկսվում։ Եվ հավատացյալներից մեծ մասը Տիկին Մանանցյան իրենց Facebook-յան գրառումներով փորձում էին, վեհապարին կոչով դիմել, որ հնչեցրու զանգերը եւ դուրս եկեք հոգեվորականներով փողոց միահամուռ կերպով փորձենք երկիրը ազատագրել ներքին թշնամուց եւ երեկվա ժողովը մեզ այսպես անընդհատ սթափ եւ անդադ պահում էր այն վիճակում, որ մենք հայտարարություն ենք ստանալու ոչ թե կոչի եւ հաշտության, այլ հակառակը, հա, այլ խնդիրը, որ մենք հասկանում ենք, թե իրականում եկեղեցին ինչ մեծ կառույց է եւ ինչպես պետք է կարողանանք համադրել եկեղեցին եւ պետությունը, այս իրականության մեջ ձեզ գոհացրեց հայտարարությունը եկեղեցին։ Տեսեք, ոնց որ անընդհատ ասում եմ, ես ընդհանրապես գնում եմ հոգեվոր զարգացման այլ ճանապարհով։ Երբեք ոչ միայն չեմ թաքցնում, այլ նաեւ դասեր եմ բարում այդ այլ ուղղության թեմաներով, այնուամենայնիվ ինձ համար ընդհանրապես ցանկացած հոգևոր կառույցը, եթե դա իրական հոգևոր կառույց է, մանավանդ ավանդական, ինքը արդեն իսկ խոնարհության, երկրպագության, մեծագույն ակնածանքի կառույց է։ Ըստ այդմ հայ առաքելական եկեղեցին ինձ համար առաջին հերթին հենց որպես հոգևոր կառույց եւ երկրորդ հերթին, որը ինձ համար էլ ավելի կարեւոր է, որպես ազգի հիմնասյուն, այն կառույցն է, որը ցանկացած գնով ես պաշտպանելու եմ, որովհետեւ ես հայ եմ, ըստ այդմ ցանկացած գնով պիտի պաշտպանեմ։ Եթե նրանք առաջնորդեն պայքարը, ես շատ երջանիկ կլինեմ։ Եթե նրանք չառաջնորդեն պայքարը, ինչ պատճառով, որ մենք չենք կարող քննադատել կամ մեկնաբանել, այդ ժամանակ ես եմ տանում այդ պայքարը։ Անկախ դրանից մյուսները տանում են թե ոչ։ Հիմա մենք արեցինք ակցիա, 5 շաբթի կառավարության նիստն է, մենք նորից անելու ենք այդ ակցիան իհարկե եւ հույս ունենք, որ բոլորը տարբեր ակցիաներ կանեն։ Միգուցե շատ ավելի մեծ, շատ ավելի լավ, մենք փոքր եւ փակ կազմակերպություն ենք, ըստ այդմ մենք չենք կոչ անում, որ մեզ միանան։ Միանում են հիանալի, չեն միանում թող առանձին ակցիաներ անեն, էլի հիանալի։ Բայց ամենակարևորը, որ ոչ մեկ չսպասի այսօր, որ դուրս կգա առաջնորդը, կառաջնորդի, ինչ որ բաներ կանի, չի աշխատում, չի ստացվում։ 5 տարի շարունակ ինչ որ մեկին սպասելով մնացինք։ Բայց ինքնաբուխել չի ստացվում այս։ Ինքնաբուխ պահի տակ երբեմն ստացվում է։ Համենայն դեպս մենք այլ հույս չունենք, որովհետև մենք տեսանք, երբ որ ընդդիմությունը փորձում է քայլեր անել, ցավոք սրտի հայտնվում է նախկիններից հենց Քոչարյանը, իմ ընկալմամբ հենց Քոչարյանը առաջին հերթին այս ամբողջը տապալում է վերջի շրջանում։ Ես չեմ ուզում ոչ մեկին ինչ որ վատ բաներ ասեմ եւ այլն։ Այսօր մենք ունենք հիմնական ճշնամի դա Նիկոլ Դավաճանն է, որին պետք է գցել ամբողջ գնով, բայց անընդհատ ես տեսնում եմ, որ մի տեսակ հստակ տապալվում է պայքարը։ Ու այս ժամանակ ոնց կարելի է ինչ որ փոքր հայտարարություններով հանդես գալ, համացանցում ինչ որ բան։ Դուք համացանցում ինչ որ բան գրառումներ եք անում, կոմենտներ եք գրում, ինչ որ հայտը ստատուս եք գրում եւ այլն։ Իրական կյանքում Հայաստանը
գլորվում է անդունդ։ Պետք է ընդհանրապես, ես ընդհանրապես ինտերնետը կանջատեի Հայաստանում մի 2 օրով, վստահաբար ամբողջ զանգվածը դուրս կգար փողոց եւ Նիկոլի վերջը կլիներ։ Այո, անդունդի պրնկին ենք այլևս հիմա նաեւ չեմ կարող իհարկե չանդրադառնալ, այն որ եկեղեցին համարեց այս մարդը չուլան, հոգեվորականներին մանկապիղծ, Տիկին Մանանձյան, ըստ երևույթին մարդիկ այո, պետք է դուրս գային ինքնաբուխ, բայց ցավոք սրտի տեսանք միայն ձեր ակցիան, հա, կառավարության դիմաց։ Հիմա ընդդիմությունը որպես այդպիսին ինչ քայլեր պետքա ձեռնարկի, որովհետև վերջին շրջանում անդադ խոսվում է անվստահություն հայտնելու գործընթացի մասին Նիկոլի։ Գոնե հույս տալիս է, որ այս իրավիճակում գոնե նրանք տեղից կշարժվեն։ Գիտեք, Իսկ բարեր չեմ գտնում։ Ապշեցուցիչ բառը չի սազում, ինքը շատ ավելի թույլ է։ 20 թվականից ի վեր նոյեմբերի 9-ին իրեն պիտի մի անգամից ձերբակալեին, քննությունը սկսվեին, թե ոնց եղավ այդ իբր թե պարտությունը, որ իրականում պարզապես Ադրբեջանը հարձակվեց, գրավեց եւ ամբողջը վերջացավ։ Նիկոլին պիտի ձերբակալեին, ժամանակավոր կառավարություն ստեղծեին եւ մենք այս օրը չէինք հասնի։ Մենք չէինք կորցնի Արցախից գալի մաս, մենք չէինք ունենա այս ամբողջ հարվածներ, մենք չէինք ունենա այսքան սարսափելի վիճակրթության ոլորտում եւ այլն։ Ոնց որ երեք մենք անընդհատ դա ենք ասում։ Իրենք խոսում են մանկապղծությունից, այդ դուք եք մանկապիղծ, որովհետեւ երբ որ մարդիկ տապալում են ամբողջ սերնդի կրթությունը եւ ապահով, գիտեք այդ ապահովության զգացողությունը։ Մենք մեծացել ենք այն ծանր տարիներին, հա։ Ես այդ ծանր տարիներին երեխայի, բայց մենք հույս ունեինք։ Մենք գիտենք, որ հա, ոչինչ, հիմա պատերազմում ենք, մենք պայքարում ենք եւ այլն, բայց վաղ թե ուշ այս ամբողջը կփոխվի։ Երեխաներից իրենք խլել են հույսը։ Այ դրա համար հենց իրենք են մանկապիղծ։ Ըստ այդմ Առաջինը ինչ պիտի արվեր, միանգամից պիտի դատական պրոցեսներ սկսվեն։ Ես հասկանում եմ, որ վատ իշխանություններ են, իրենց դրածոներն են եւ այլն, այնուամենայնիվ ինքը պիտի տենց զանգվածային նաեւ իրավական դաշտում լիներ բողոք։ Երկրորդը բոլոր տեղերում բոլորը պետք է դուրս գային պայքարի։ Բոլորը, ովքեր որ գոնե, ես ասում գոնե տարին մի անգամ մոմ են վարում, պետք է դուրս գային փողոց հենց բողոքի։ Ընդդիմությունը պետք է ազգային ժողովում ցանկացած բաների գնար, որպեսզի իրենց պատասխանատվության ենթարկեր։ Ցանկացած, հիմա դա չի արվում։ Դե հիմա գործիք կա իրանց ձեռքը։ Իրանց ձեռքը գործիք կա, մեր ձեռքը չկա։ Մենք ոնց որ անդադ մեզ ասում են զանգվածային մեծ միջոցառումներ, կանենք, մենք միկրոֆոն չունենք։ Մենք երեք ակցիային ես երեխայիս խաղալիք միկրոֆոնն էի վերել, որտեղ մենք չունենք ոչ մի բան։ Խնդիր չկա, մենք ցանկացած բաներ կգնայինք, կանենք։ Բայց եթե դուք անվանում եք ձեզ ընդդիմություն, ապա բարի եղեք տանել ընդդիմադիր պայքարը։ Եթե ի վիճակի չեք, դուրս եկեք ազգային ժողովից։ Թող մենք իմանանք ազգային ժողովում չկա ընդդիմություն։ Իմանանք Հայաստանում չկա եւ այդ ժամանակ ինչ որ մի բան։ Այո, փաստացի չկա։ Եվ ակցիայի ժամանակ Տիկին Մանանձյան, ձեզ ինչ որ մեկը իջավ պարզաբանում։ Ինչ եք ասում, իրենք երբևից է դուրս չեն գա։ Հիմա 5 շաբթի օրը իհարկե ինքը սարսափել, ինքը համալսարանում էր։ Մենք չգիտեինք, մենք եկանք կառավարության շենքի մոտ։ Համալսարանը 4 ժամ շրջափակման մեջ Սա էր։ աննկարագրելի է։ Գիտեք, այդպես ես հիմա հենց համալսարանականներին եմ դիմում։ Իմ մեծ պապը հիմնել է համալսարանը։ Ես հիմնել եմ Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը եւ երբ որ նախագահն էի ուսանողական խորհրդի ուսանողական խորհուրդը իրոք ընդդիմադիր պայքարեր տանում եւ մենք ցույցեր էինք անում ամբողջ Բաղրամյանը փակում էինք ուսանողներով։ Հետո գլորվեց ներքև գլորվեց դուք ընդունել եք տգետ ոչ մի բան չիմացող դավաճան ազգը ընդհանրապես քայքայող բոլոր մակարդակներում ու այդ իրա ցածր մակարդակի իրա բարապաշարը հայհոյանքից այս կողմ դուրս չի գալիս իրա այդ ամբողջ ընկալումները խորդանոցից դուրս չեն գալիս ես հատուկ օգտագործում եմ իր բառը որ միգուցե հայերեն սովորի եւ այլն հա եւ այդպես ու այդ մակարդակ այդ պահին իրենք ընդունում են իրեն մի տեսակ աննկարագրելի պարզապես անպատկերացնելի ես այդ ժամանակ երբ որ ես ուսանող էի Ես նույնիսկ չեմ կարող թվարկեմ թե ինչ էր կանեի, եթե լինեի համալսարանում։ Դե Գառնիկ Անանյանին հիշենք եւ իր ընդունելության հենց առաջի տարին ասել էր, որ այս տղան պետք է
հեռացվի համալսարանից, որովհետև ինքը ընդունվել է համալսարան խառնակցության նպատակով։ Այսինքն Գառնիկ Անանյանը հենց ի սկզբանե հասկացել էր այդ մարդու ողջ էությունը։ Եվ դրա համար էլ հեռացրել էին համալսարանը։ Եվ ինքը մինչև հիմա վրեժ ա լուծում համալսարանից եւ չի ներում։ Ինքը ցավոք սրտի, ես շատ խղճում եմ իրան, հիմա միշտ ասում եմ, որպես մասնագետ, որպես հոգեվոր զարգացման ճանապարհով գնացող մարդ, ես իրան խղճում եմ։ Բան չեմ ասում, ինքը բարդույթների մեջ խրված, դժբախտ կյանքով, դժբախտ մանկության ապրած, ծանր մեծացած։ Շատ լավ, արի մենք քո հետ կաշխատենք։ Մենք զեղչեր էլ կանենք նույնիսկ։ Պարզապես պետք չէ դրա համար պետությունը կառավարել։ Պետք չէ հիմա խնդիրներ ունեցող մարդիկ գալիս են, բուժվում են, տարբեր ստրես կենտրոն կա, ուրիշ տեղեր կան, մենք կարող ենք չար էներգիաները հանենք, բայց ոչ պետության կառավարումը լինի։ Ես հիշում եմ Տիկին Մանանձյան, Գեղարդում, երբ որ բարձրաստիճան Մոսկվայից եկած հոգևորականի էին դիմավորում, հոգևորականը ակնհայտ սթափ վիճակում չէր, նրան ուղեկցում էին դեպի Գեղարդ եւ ես տեսա ռուս քաղաքացիների, ովքեր խոհեմաբար այսպես մոտենում էին եւ իրենց առաջնորդին փորձում էին օրհնություն ստանալ։ Ես մի անգամից ուզեցի այսպես փոխել եւ հասկանալ, որ մեր, ասենք, եպիսկոպոսներից մեկը, եթե սթափ վիճակում չի լինում, մենք հավատացյալներս, երբ որ տեսնում ենք, ինչ պետք է անենք, մենք լավագույն դեպքում կնկարեինք, խայտարակեինք, չէ։ Եվ նաեւ Վրաստանում եմ ես տեսել, երբ որ հոգեվորականը իր զգեստով կանգնած գինետան բակում գինի ամպում։ Էլի մենք խայտարակ էինք, ասենք ինչպես կարելի է հոգևորականը գինի խմի օրոցերեկով։ Այդ հարգանքի պահը մենք երբ որ կորցրել ենք եւ չունենք մենք ներսում, չունենք այդ հոգևոր շնորհը մեր ներսում եւ հոգևորականի միայն փորձում ենք գնահատել իր արարմունքով, մոռանալով, որ հոգևորականը մի շնոր ունի, որը օծում ունի, եւ այդ օծումն ենք մենք գնահատում։ Այդ դաստիարակությունը նույնիսկ մենք վերջին տարիներին փորձել ենք մեզնից հեռացնել։ Դուք շատ ճիշտ եք ասում, բայց դա գալիս է, գիտեք, դա դաստիարակվում է ու առաջին հերթին դաստիարակվում է խստությամբ։ Հիմա երբ որ մեր եկեղեցիներ մենք գալիս ենք, ողբալի է, որ արտասահմանցիները կարող են գալ շորթիկներով, չգիտեմ ինչ վիճակում մտնել եկեղեցի։ Ռուս եկեղեցին այն պարագայում, որ ռուսները շատ ավելի քիչ զարգացած են, քան հայերը։ Այո։ Երբ որ մենք արդեն ոչ միայն գիր ունեինք, այլ կայացած պետությունների, չգիտեմ, որ երրորդը ունեինք, իրենք դեռ նոր ընդհանրապես տենց վերափոխվում էին ու փորձում էին կայացնել իրենց պետությունը։ Այդ ֆոնին մենք այդ խստությունը չունենք եւ դրա համար մենք ունենք այն, ինչ որ ունենք այսօր։ Եվ դրա համար ես հույս ունեմ, որ երբ որ շուտով Նիկոլի վերջը կգա, պետությունը կփոխվի, պետության գլխին կհայտնվեն մարդիկ, ովքեր որ շատ ավելի զարգացած են, շատ ավելի կրթված են եւ ամենակարևորը շատ ավելի սիրում են սեփական ազգը եւ սեփական երկիրը։ Աստիճանաբար ամբողջը կվերափոխվի եւ այդ ժամանակ եկեղեցին էլ խստությունը կկարողանա կիրառել այնքան, որ այդ ամբողջը ճիշտ դաստիարակվի, որ գոնե մի սերունդ անց մենք նման դեպքերում միանգամից, եթե հանկարծ մեկը համարձակվի ինչ որ հարված հասցնել եկեղեցուն, ամբողջ ժողովուրդը կհայտնվի փողոց։ Ինչ սպասենք այլևս սրանից հետո, երբ որ կոչը հնչեց եւ Նիկոլի հաջորդ քայլերը որն է լինելու։ Տեսեք, Նիկոլը ցավոք սրտի երբեմն ինքը ինչ որ բաներ է հանում բեմ։ Հետո հանկարծակի անհանգստանում է կամ վախենում է ինչ որ բողոքներից եւ հետ է քաշվում։ Հիմա այս պարագայում ես մտածում եմ, որ ինքը հետ է քաշվելու եւ դադարեցնելու իր բողոքը, բայց մենք չպիտի մարսենք դա։ Նույնիսկ եթե ինքը դադարի, մենք չպիտի մարսենք։ Իրենք պետք է դատվեն երկուսն էլ։ Աննա Հակոբյանը պիտի քրեական պատասխանատվության ենթարկվի իր այդ ամբողջ բառապաշարի եւ զրպարտությունների համար, Նիկոլը պիտի քրեական պատասխանատվության ենթարկվի հիմա սկսած հայհոյանքներից, աստիճանաբար այդպես է դատական քննությունը, հենց Նիկոլը հայտնվի դատական քննության մեջ այնքան քրեական գործ կբացվի, այդ թվում թալանը, որ մարդիկ հիմա ասում են, որ Նիկոլը չի թալանում, բայց գիտեք, մենք փոքր երկիր ենք, բոլորը ամեն ինչ գիտեն։
բացարձակ են թափանցիկության մակարդակում մենք բոլորը ամեն ինչ գիտեն, որովհետև փոքր են, բոլորը ինչ որ ծանոթներ ունեն, հարևաններ ունեն եւ այլն։ Հիմա Նիկոլի մասին ասում են, որ Կանադայում տուն ունի, Ֆրանսիայում տուն ունի, ինչ որ բիզնեսներ ունի եւ այլն, բայց մարդիկ շարունակում են մտածել, որ ինքը խեղճ չի թալանում, որովհետև նույնիսկ ատամներ սարքելու գումար չունի։ Այս զարհուրելի։ Սա է։ Դրա համար մենք պիտի պայքարենք, մենք գոնե կշարունակենք մեր պայքարը։ 5 շաբթի նորից շարունակենք։ Մենք 5 շաբթի նորից կլինենք կառավարության մոտ 11:45 համեցեք։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։